ապրես, զիգ բռնի։ Գնդապետ Գևորգյանը խոստովանում է, որ ամեն անգամ զինվորի հաջողությամբ ոգևորվում հպարտանում է ճիշտ այնպես, ինչպես շատ տարիներ առաջ, երբ ինքը նորանշանակ դասակի հրամանատար էր եւ զինվորի ցուցաբերած արդյունքը նաեւ իր գնահատականն էր ու այսօրվա վաստակը հազարավոր զինվորների տարիների գնահատականի հանրագումարն է։ 16 տարեկան է, որ ընդունվեցի ռազմական ուսումնարան, առաջի դիմորդներն ենք, մենք 94 թվականին բանակը նոր էր կայանում։ Սպայի անցած ճանապարհին ամենապարտավորեցնողը հրամանատար կոչվելուն արժանանալն է։ Ուսադիրները զինվորական կոչումները ամբողջանում են մեկ ձևակերպմամբ՝ հրամանատար։ Կոչումները տարիների ընթացքում փոփոխվում են, իսկ հրամանատարը քիչ ուրիշ կշիռ ունեցող եզրույթ է, քիչ ուրիշ բովանդակությամբ։ Մինչև հիմա մենք կապ ունենք զինվորների հետ, արդեն զինվորներ ունեմ իրանց որդիներն են բանակ զորակոչվում, առողջ մթնոլորտից է փոխ վստահությունից, որ մեկս մյուսին վստահել ենք։ Տարիների ընթացքում է համոզվել, զորքը ղեկավարում է ներսից, զինվորի կողքին գտնվելով, իր կարիերայի հաջողության գրավականը սա է համարում։ Անձամբ սեփական օրինակով ցույց տալ զինվորին այն, ինչը պահանջում ես իրենից։ Բացի այն, որ զինվորական կանոնագրքով կար, իրանց ես իմ խորհուրդներն եմ տվել իմ անցած ճանապարհից, ամեն մեկի հետ յուրահատուկ անձնական տենց առանձնահատուկ զրույցներ եմ ունեցել, որ պետք է կատարի ինչպես ես եւ ինձանից լավ, գերազանցի են իմ արդյունքները։ Այսօր գնդապետ Գևորգյանը զինված ուժերի մարտական պատրաստության վարչության ուսումնական ստորաբաժանումների կառավարման բաժնի պետն է, վարչության պետի տեղակալը։ Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումների շրջանակում գնդապետ Գևորգյանի ղեկավարությամբ բաժինը խիստ կարևոր գործառույթներ է իրականացնում։ Կազմակերպում եւ գործարկում է բանակում ընթացող մոտոհրաձգային, հրաձգային եւ տանկային ստորաբաժանումների պատրաստումը, ինչպես նաեւ ավագ ենթասպա մասնագետների գիտելիքների եւ ունակությունների կատարելագործումը, ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զարգացումը եւ կատարելագործումը, զորքերի կիրառման նոր ձևերի եւ մեթոդների համաձայն ծրագրային, կանոնադրային եւ այլ ձեռնարկների դրույթների կարգավորումը եւ համապատասխանեցումը ուսուցման սկզբունքների պահանջներին։ Այսօր արդեն պարոն գնդապետը ոչ միայն երիտասարդ մարտիկներին է պատրաստում իբրև մասնագետներ, այլև մասնագիտական խորհուրդներով ու փորձառությամբ նաև սեփական որդուն է խրատում, որ ճիշտ նրանց հասակակիցն ու սերնդակիցն է։ Ես փոքր ժամանակվանից միշտ ոգեշնչվել եմ իմ հայրիկի մասնագիտությամբ, այդ համազգեստը, որ ինքը կրում է ու կրել է, իմ համար միշտ պատիվ է եղել այդ համազգեստը կրելը։ Գագիկը քաղաքացիական մասնագիտությամբ իրավաբան է, բայց զորակոչային տարիքում նախընտրել է ծառայությունը պատիվ ունեմ ծրագրով եւ հիմա չի բացառում, որ հնարավորության դեպքում ծառայությունը կշարունակի զինված ուժերում միևնույն ժամանակ մասնագիտական գիտելիքները իսպաս բերելով Հայաստանի Հանրապետության բանակի կայացման նոր ու խիստ պատասխանատու գործին։ Պատիվ ունեմ ծրագրի շահառու էի, որից հետո մասնակցեցի եռամսյա ուսումնական հավաքներին, եռամսյա ուսումնական հավաքները գերազանցությամբ ավարտեցի ու դրանից հետո հրաձգային դասակի հրամանատար որակավորմամբ նշանակվեցի Զորամասում։ Հիմա ծառայում եմ խաղաղապահ ուժերի բրիգադում որպես դասակի հրամանատար։ Երկրորդ ջոկն առաջ։ Զինված ուժերի միջազգային համագործակցության շրջանակներում արդեն իսկ մի քանի անգամ պատիվ է ունեցել ներկայացնելու երկիրը, պետությունը, Հայաստանի Հանրապետության բանակը։ Սա մեծագույն ձեռքբերում ու պատիվ է համարում։ Հայրիկիս անցած ճանապարհը իր ով լինելը ինձ միայն պարտավորեցնում է, որ ես իմ ծառայության ընթացքում աշխատեմ, անեմ լավագույնը, ցույց տամ լավագույնը, իմ ողջ ներուժը ներդնեմ, որ ինչ-որ արդյունքի հասնեմ ու կարծում եմ տենց էլ շարունակական կլինի։ Ահա այսպես հայր եւ որդի Գևորգյանները ծառայում են հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը։ Հայրը տարիների վաստակով, փորձառությամբ ու հմտություններով, որդին բանակի պատմության նոր էջին իր հետքը թողնելու պատասխանատվության գիտակցումով ու պետության բարօրությանը ծառայելու պատրաստակամությամբ։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։